Այսօր պատրաստում եմ մրջնաբույն և տեսանյութում կներկայացնեմ ինչպես պատրաստման ձևը, այնպես էլ առաջացման հետաքրքիր պատմությունը։ Սկզբում 3 ձուն, 200 գրամ շաքարավազը, 1 թեյի գթար վանիլը, 1 թեյի գթար փխրեցուցիչը կամ սոդան լավ խառնում ենք, մինչև փրփրի։ Հետո ավելացնում ենք 6 ճաշի գթար կաթը, 100 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը և լավ խառնում։ Ավելացնում ենք ալյուրը մոտ 700 գրամ և պատրաստում ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը պատրաստելուց հետո բաժանում ենք փոքր մասերի, տեղավորում պոլիէթիլենային թաղանթի մեջ և տեղափոխում սառցարան 3-ից 4 ժամով։ Չորս ժամ անց գնդերը անցկացնում ենք քերիչով առատ ալյուրի մեջ, որ չկպչեն իրար, և բովում ենք ջեռոցի մեջ, ընթացքում խառնում ենք անջատելով իրարից։ Հիմա պատմեմ առաջացման հետաքրքիր պատմությունը։ Մրջնաբույն խմորեղենը, հայտնի նաև որպես մուրավեյնիկ ռուսերեն տարբերակում, սիրված տնային տորթ է, որի պատմությունը սերտորեն կապված է խորհրդային շրջանի կենցաղային խոհանոցի հետ։ Խմորեղենի առաջացումը սովորաբար կապում են 20-րդ դարի կեսերին խորհրդային միության տարիների հետ։ Այդ ժամանակ խանութներում քաղցրավենիքի ընտրությունը սահմանափակ էր, իսկ տնային տնտեսուհիները փորձում էին ստեղծել համեղ ու տպավորիչ աղանդեր մատչելի և պարզ բաղադրիչներից։ Տորթի անվանումը գալիս է նրա արտաքին տեսքից։ Մանրացված խմորի կտորները, որոնք խառնվում են կրեմի հետ և դարձվում բլրաձև, շատ նման են մրջնաբույնի։ Երբեմն վերևից ավելացնում էին շոկոլադի փշուրներ, կոկոսի փաթիլներ կամ ընկույզ, ինչը ավելի էր ուժեղացնում այդ ասոցիացիան։ Խմորը սովորաբար մսաղացով անցկացվում էր կամ մանր կտորների էր բաժանվում։ Թխվելուց հետո խառնվում էր խտացրած կաթից պատրաստված կարագային կրեմի հետ։
Թխում չէր պահանջում հավաքված տեսքով, ինչը այն դարձնում էր հարմար և արագ պատրաստվող։ Հայաստանում մրջնաբույնը շատ արագ դարձավ տոնական սեղանների մշտական հյուր, հատկապես ամանորին և ընտանեկան հավաքների ժամանակ։ Տարիների ընթացքում առաջացան տեղական տարբերակներ՝ ընկույզով, կոնյակով, մեղրով կամ նույնիսկ ջրերով։ Մրջնաբույնը պարզապես քաղցրավենիք չէ, այն տնային ջերմության, խնայողության ու հնարամտության և սերնդեսերունդ փոխանցվող բաղադրատոմսերի խորհրդանիշ է։ Բովելուց հետո անցկացնում ենք մաղով ավելորդ ալյուրը հեռացնելու համար։ Դնում ենք մի կողմ։ Կրեմի համար կարագը, եփած կտացրած կաթը և մեղրը խառնում ենք ջրային բաղնիքի վրա, որպեսզի դառնա համասեռ զանգված։ Լցնում ենք կրեմը փշրանքի վրա, լավ խառնում ենք և տեղափոխում սառնարան ևս 1 ժամ հանգստանա, որից հետո տալիս ենք մեր նախընտրած ձևը։ Այսքանը, դու էլ պատրաստիր, հաստատ ստացվելու է, և չմոռանաս բաժանորդագրվել, դնել լայք, որպեսզի չկորցնես նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը իրենց առաջացման պատմություններով իմ էջում։